Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան պարոն Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բոլորը այսօր քննարկում են այս վերջին լուրը, այն մասին, որ Պարուր Հովհաննիսյանը ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Դե բոլորին այո, եւ մենք հիշում ենք Եղիշե Կիրակոսյանի հրաժարականից հետո էլի տենց անհանգստություն առաջացավ հասարակության մեջ։ Պարզապես այստեղ մի փոքր ավելի շատ ինֆորմացիա ունենք այն մասին, որ Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ Ձեր ընկալմամբ այս ազատումը ինչ որ բան է նշանակում, ինչ որ անհանգստացնող տար պարունակում է թե ոչ։ Նախ եւ առաջ ուզում սկսեմ նրանց, որ անձամբ իմ եւ իմ ընկերների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովհաննիսյանին իր կատարած աշխատանքի համար էս պաշտոնում, ինքը ահռելի ցավալի աշխատանք է իրականացնում, շատ մեծ դերակատարում ուներ մասնավորապես Եվրամիության եւ ընդհանուր առմամբ Եվրատլանտյան այդ գործընթացներում, միշտ գիտեք իմ վերաբերմունքը ԱԳՆ-ին, միշտ եղել է շատ ավելի դրական, քան կառավարության մնացած մասին, դրանում շատ մեծ, ոնց որ ասում են, համակ եւ ներդրում ունի նաեւ պարոն Հովհաննիսյանը որպես փոխնախարար, մեծ ուրախությամբ պետք է հայտնեմ, որ գործընթացը, որը ինքը սկսել է, անբեկանելի է եւ մեծ հաշվով ահռելի ծավալ աշխատանքի, որը իրականացրել է, հենց այնպես չի անցել, մենք դա տեսնում ենք ամենօրյա ռեժիմով։ Ինչ վերաբերվում է հրաժարական, մի քիչ ձևակերպումները լավը չեն, դուրս չի գալի, ազատվել է, դե ազատվել է, բայց ինքը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, ինչը փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեր կոպիտ ասած դեսպաններից մեկն է, որը դե ֆակտո գրասենյակը Նյու Յորքում է, եւ այս պարագայում այսօրվա դրությամբ շատ ավելի էական է այդ ռեսուրսը, որը մեծ հաշվով ինքը ունի, որպես մարդկային կապիտալ, հիմա ուղղել կոնկրետ առանձին վերցրած ՄԱԿ-ի եւ որպես հավելալ ԱՄՆ-ի, որովհետեւ մեծ հաշվով մենք բոլորս գիտենք, որ Լիլիթ Մակունցը գնահատվում է այս ադմինիստրացիայի կողմից որպես դեմոկրատական կուսակցության մասնավորապես Նենսի Պելոսիի կրեատուրան, իսկ Նենսի Պելոսին համարվում է Տրամփի անձնական թշնամի։ Եվ ես միշտ ասել եմ, որ նմանատիպ կրիտիկական փոփոխությունների ժամանակ իհարկե լուծումներից մեկը, որը ընդունելի լուծումը, դա նշանակել եւս մեկ մեծ մասշտաբի խաղացող, որը այո, ակնհայտ է, որ պարոն Հովհաննիսյանը որպես դիվանագետ, որպես փորձ ի վերջո փոխնախարար է, ՄԱԿ-ն է, որը վերպետական կառույց է, որտեղ որ պետք է պատշաճ կերպով ներկայացված լինի, դա մեկ եւ մյուս կողմից նաեւ այդ հսկայական ռեսուրսը, որը կօգնի Հայաստանին ԱՄՆ-ի դաշտում ունենալ եւս մեկ դեսպան։ Ի վերջո ոչ մեկ չի արգելում իրան իրականացնել աշխատանքների այն մասը կամ այն էլ վերնախավի այն մասի հետ աշխատել ԱՄՆ-ում, որը որ Լիլիթ Մակունցին չի ուզում տեսնել, ընդհանրապես չի ուզում բարևել եւ չի ուզում բանանել, նորմալ է ինքը հարույթ աշխատի։ Հենց որ ողջունելի է, ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել շնորհակալություն արածի համար եւ մաղթել ոնց որ բարի ծառայություն։ Ռուսաստանը շարունակում է զգուշացնել Հայաստանին, այդ իրենց կամ անդադ ներկայացնում են կամ Եվրամիություն կամ ԵԱՏՄ, եւ Գալուզինը ասել է զգուշացնում են Հայաստանին, որ վերջինս պետք է որոշի, թե այնուամենայնիվ որտեղ է ավելի լավ, ասում են, ես հուսով եմ, որ եւ վնասները եւ օգուտները նորմալ կբացատրեք հայ հասարակությանը, դա Գալուզինն է ասում, պարզապես հետաքրքիր էր, որ հենց այսօր կարծեմ թե Տոկաևը հանդիպում է ունեցել Եվրամիության ներկայացուցիչների հետ եւ ասել է հետեւյալ ցուցանիշներն է ներկայացրել, ուրեմն Ղազախստանի եւ Եվրամիության երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ $500 միլիարդ, որը կազմում է կենտրոնական Ասիայի երկրների հետ Եվրամիության ընդհանուր առևտրի
70%-ը պարզապես հիշեցնեմ, որ Ղազախստանը եւս ԵԱՏՄ անդամ է։ 500 միլիարդ թե 50։ 50, 500 ասացի։ 50 միլիարդ ներող եղեք, 50 միլիարդ դոլար, որը կազմում է ուրեմն Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԵՄ ընդհանուր առևտրի 80%-ը, եւ նա ասել է, որ Եվրամիությունը շարունակում է մնալ Ղազախստանի խոշորագույն առևտրային գործընկերը, օտարերկրյա ներդրումների հիմնական աղբյուրը։ Եվ այսպես, ինչը չի խանգարում ԵԱՏՄ անդամ Ղազախստանին աշխատել Եվրամիության հետ եւ ինչու է Ռուսաստանը ամեն անգամ մեզ այսպես ահաբեկում կամ Եվրամիություն կամ ԵԱՏՄ։ Շատ հետաքրքիր է այստեղ իրականում եկեք մի փոքր Համենայն հարգանքով իհարկե Ղազախստանի եւ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի նկատմամբ, ասենք, որ ինքը մի քիչ ոնց որ տենց բան անում, էլ է տենց մի քիչ մեքենայություն անում։ Խոսքը 50 միլիարդի մասին, երբ ինքը խոսում է, ինքը խոսում է նավթային բանի մասին, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանի նման Ղազախստանը եւս նավթ արտահանող երկիր է։ Իր տնտեսությունը իհարկե շատ ավելի դիվերսիֆիկացված է, քան Ադրբեջանը։ Ադրբեջանում 80%-ն է, 85%-ն է գազը եւ նավթը։ Ղազախստանում ավելի քիչ է, ունորոշ 50 է, բայց ամեն դեպքում այդ, որ ինքը ասում է 50 միլիարդ, դա ղազախական նավթն է, որը որ իրականում Ռուսաստանի տարածքով է հիմնականում գնում կամ Ադրբեջանի, փոքր մասը Ադրբեջանի, իսկ հիմնական մասը գնում է Ռուսաստանի տարածքով։ Ընդ որում Կասպից ծովի մակարդակը քանի որ իջնում է, Ակտաուն եւ բաները այդ ղազախական նավահանգիստները Կասպից ծովի ափին կորցնում են իրենց հնարավորությունները նավթի փոխադրելու, այս վերջերս բավականին լուրջ հետազոտություն կար, համաձայն որի դե տեսեք մոտավորապես 1 տարվա ընթացքում Կասպից ծովի մակարդակը իջել է 50 սանտիմետր ավել, քան 50 սանտիմետր եւ փորձագետները նշում են, որ եթե 10-15 սանտիմետրով էլ իջնի, ինչը լրիվ նորմալ, սպասելի եւ կանխատեսելի զարգացում է, ղազախական նավահանգիստները կկորցնեն նավթային տանկերների սպասարկման հնարավորությունը կամ ենթակառուցվածքի զարգացումը ահռելի մեծ ներդրումներ կպահանջի։ Ինչ նորմալ է, Ղազախստանը ուզում է, որ դա շարունակվի, քանի որ ուղիղ կախվածություն Ռուսաստանի նավթամուղերից չի ուզում։ Հետևաբար ինքը պետք է փշի անի եվրոպացիքին, որ ինչ որ մեկը այդ ներդրումը անի։ Ուղիղ արտասահմանյան ներդրումների մասին, երբ խոսում է Տոկաևը խոսում է հենց նավթային սեկտորի ներդրումների մասին, նու սենց նավթ, գազ, ինչ որ նորմալ եւ դրա հետ կապված բաներ, որոնք որ էլի նորմալ է։ Եվ այն, որ 80%-ը ամբողջ Կենտրոնական Ասիայի դա Ղազախստանն է եւ այդ ներդրումների 80%-ը նավթ եւ գազ է, դա ոչ մի լավ բան չի ասում Եվրոպա Կենտրոնական Ասիա հարաբերությունների այսօրվա մակարդակի մասին։ Ինչու Ռուսաստանը ձեն չի հանում Ղազախստանի վրա չի փռշտում, որովհետեւ իրականում ղազախական նավթը գնում է Ռուսաստանի տարածքով եւ օգտագործելով ղազախական նավթի այդ նավթամուղը Ղազախստանից դեպի Նավառասիսկ Ռուսաստանը իր նավթի մի մասը այդ սերտիֆիկատներով վաճառում է, այսինքն ինքը մեծ հաշվով խոշոր հանցավոր համաձայնությամբ գալով օգտվում է դրանից։ Դրա մեջ ձեն չի անում, իրեն ձեռա տալ։ Բացի դրանից, եկեք նոր ասցի, հա, 80%-ը դա այդ 50 միլիարդն է, այդ 50 միլիարդի 80%-ը նավթ ու գազն է, այսինքն ոչ մի վտանգ չկա։ Եվ ակնհայտ է, որ ոչ մեկ չի ակնկալում, որ Ղազախստանը կդառնա Եվրամիության անդամ, այսինքն երկաթե վարակույրը իջեցնելուց Ղազախստանը կհայտնվի թարս կողմում։ Հայաստանի պարագայում դա այդպես չի։ Մենք ունենք առնվազն Լեհաստանի նախագահի այցի ժամանակ բազմաթիվ եվրոպական այլ բանի, մենք ունենք Մակրոնի խոսքը, մենք ունենք Ֆրանսիայի խոսքը, մենք ունենք իրականացված ՍԵՊԱ կամ իրականացվող ՍԵՊԱ պլյուս, մենք ունենք Եվրոպարլամենտի որոշումը, որ ցանկացած եվրոպական երկիր ցանկացած պահի կարա դիմի, այսինքն եւ ողջունելի է։ Հայաստանի պարագայում Եվրամիության հետ հարաբերությունների բարելավումը, Եվրամիության աշխատանքների մեջ ներգրավումը դեպի Եվրատլանտյան ցանկացած փոքր քայլ ավտոմատ բերում է երկաթե վարակույրի կոորդինատների փոփոխություն։ Այսինքն հարավային Կովկասից Հայաստանը եթե Ռուսաստանը կորցնում է, ինքը արդեն կորցրել է, բայց ասենք եթե երկաթե վարակույրը իջնում եւ ինքը մեծ հաշվով շատ կարևոր բան կա հեսա ասեմ, Հայաստանը կորցնում է որպես այդ ոդկի տեղ, բազան ենք անում, հա, ասենց բաներ։ Հիմա օրինակ հայտարարություն եղավ, որ կենսաչափագրական անձնագրերը ի վերջո մենք սկսենք հուլիսից ստանալ, բայց այդ տպարանը Ֆրանսիայում է,
եւ այդ ֆրանսիական կազմակերպությունն է տալու։ Սա Ռուսաստանի համար հավելյալ կատաղություն է, որտեղ ինքը հույս ուներ, որ ԳՌՈՒշնիկներն ու ՖՍԲ-շնիկները, ովքեր Հայաստան գալիս են առանց անձնագրի, ներքին անձնագրով, կգան ստեղ, մի քիչ նյաշարք կբաժանեն ստեղ ընտեղ, մեգա դախլչիների մոտ աշխատանքի կանցնեն, արդից կոկ տվեն, ոնց որ եւ մինչեւ այս բանից հետո պատերազմից հետո 20 քանի հազար անձնագիր են բաժանել ռուսների։ Հիմա այդ բարձա չէ, որ 20,000-ի զգալի մասը ՖՍԲ-շնիկ է, բայց այս կենսաչափագրական անձնագրերով արդեն որոնք Ֆրանսիան հրապարակում, իրենք այդ ոտը կորցնում են։ Կատաղություն է, բա ինչ է, իզուր տեղը դուրս են ընկնում այս թեմայից։ Այսինքն իրանք եթե Հայաստանից դուրս են ընկնում, իրանք դուրս են ընկնում ամբողջ հարավային Կովկասից։ Իսկ եթե իրանք դուրս են ընկնում հարավային Կովկասից եւ իրանք սահմանը մասնավորապես պետք է անցնի մեծ Կովկասյան լեռնաշղթայով, որը իրանք չեն վերահսկում, դա վերահսկում է Դաղստանը, դա վերահսկում է Կադիրովը, դա վերահսկում է ինչ-որ կիսաբանձիտական խմբավորումներ Աբխազիայում եւ այլն, այսինքն ինքը հետա գնում էլի, ինքը գնում է վերադառնում է 17-րդ դարի սահմաններ։ Սա իր համար էկզիստենցիալ խնդիր է եւ ինքը սրա հետ ոչինչ չի կարող անել։ Շարունակելով այս թեման, Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողով է անցկացվել եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նա ասել է, որ այո, Կենտրոնական Ասիան շատ մեծ նշանակություն ունի մեզ համար տնտեսապես եւ այսպիսի ձևակերպում Սև ծով հասնելու համար կարեւոր է նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը 3 տասնամյակ փակ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները, դա Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի քան երբևէ։ Այսպիսով Եվրամիություն Կենտրոնական Ասիա ավելի մոտեցնելու մասին են խոսում եւ մեծ նշանակություն է տրվում Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան սահմանների բացում։ Կենտրոնական Ասիա Սև ծով ճանապարհի համար Հայաստանը պետք չէ։ Գործումը ասել եմ բազմից, դա Վրաստան Պուտինը։ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացումը դա ալտերնատիվ եւ ավելի մեծ ծավալով աշխատանքն է, որը որ ճանապարհն է, որը որ պետք է աշխատի Գյումրվա այդ Չորնավահանգիստ կոչվածի աշխատելու ժամանակ, դա անհրաժեշտ է, որպեսզի ապրանքները տեղափոխվեն, ու եթե մենք իհարկե մինչեւ այդ չկարողանանք փոխել մեր երկաթգիծը, չնայած այդ պարագայում էլ ոչ ոք չի փոխվում, հիմա ադրբեջան-ռուսական գիծը։ Իսկ եթե մենք փոխենք այդ գիծը աշխատել, այսինքն այդ ճանապարհին մեզ անհրաժեշտ է, որ Գյումրիի Չորնավահանգիստը աշխատի, այսինքն ապրանքը պետք է գա Իջևանով մտնի բան, Հայաստանի տարած գնա Գյումրիում տեղափոխվի, վագոնների տեսքը փոխվի, գնա Թուրքիայով Եվրամիություն։ Այդ է ճանապարհը։ Կամ էլի նույն բանը Վրաստանով, այսինքն այո, իհարկե սա մի ճանապարհից չի կարա կախված լինի այդ հարաբերությունները, միևնույն ժամանակ պետքա տարբեր մոտեցումներ ցույցաբերել եւ պետքա այսպես կոչված redundant եւ համալրող մի քանի ճանապարհ լինի, որպեսզի անվտանգ ես մեկը չաշխատեց սրանով տանենք, ասենք չգիտեմ, Սև ծովում փոթորիկներ են կամ ինչ-որ սեզոնային ձմեռային փոթորիկներ են, պետքա տանի երկաթգծով եւ այլն։ Շատ ողջունելի, շատ հետաքրքիր բան է, ի վերջո Եվրամիության դերակատարումը աշխարհում բարձրանում է եւ Եվրամիությունը ստանձնում է ժողովրդավարության եւ մարդկային մոտեցումների ընկած դրոշը, որը որ Թրամփը շպրտեց, ասեց ինձ պետք չի, ինքը տենց որոշել է, որ ինքը Պուտինի նման պետք է իր երկիրը զարգացնի, այսինքն տապալի, նորմալ է։ USA-ը չի աշխատում, Ազատություն ռադիոկայանի արբանյակները անջատում են Ռուսաստան, ռուսերեն հրապարակումները անջատում արգելում են, այսինքն Թրամփը ամբողջությամբ այդ առումով գնացել է անգելա բան ավտորիտար ակումբ։ Այսինքն իրականում ինքը չարիքի գծի մեջ է հիմա։ Ռուսաստանի հետ լավ է, Հայաստանի վրա 10% բան է անում, տարիֆա մցրե, Ռուսաստանի վրա չի մցրե, ասում Ռուսաստանի հետ քիչ է, բայց Ռուսաստանի հետ 300 միլիարդ եվրո է, 300 միլիարդ դոլար է ապրանքաշրջանառությունը, Հայաստանի հետ 50 ու 50 միլիոն այդ պրոֆիցիտը էլ է մեր, հանդե 300 միլիարդ դոլարի մասին է խոսքը, այսինքն 300 միլիարդ շրջանառությունը բավարար չի, որպեսզի տարիֆ մտցնենք, որտեղ դա այդ ինչ թիվա որ
իսկ 50 միլիարդը որը բանը, կամ չգիտեմ ինչ որ 300 միլիոն է ինչ է մեր բանը շրջանառոցն, իսկ մեր վրա 10% պիտի մտնի։ Այնտեղ հետաքրքիր է Ռուսաստան եւ Բելարուս։ Ռուսաստան, Բելարուս, Սեն Կորեա, այո։ Այսինքն մարդը գնաց են գելա այդ բաների ճամբարը եւ հետեւաբար ինչ որ մեկը մասնավորապես Եվրոպան պետք է ստանձնի պատասխանատվությունը հասարակությունների եւ կառավարման, որը հիմնված է արժեքների եւ արժանապատվության վրա։ Դե ստանձնել կարող է ստանձնել, դրոշը կարող է բարձրացնել, բայց պետք է նաև շարունակի պահել։ Դե ինքը պահում է Ուկրաինայում, հիմա կենտրոնական Ասիա որ գնացել է եւ այդ ամեն ինչ այդ գործընթացը որ գնում է, իրանց մոտ այդ մոտեցումը հետեւյալն է, պետք է աշխատենք, իրանք տենց են որոշը աշխատել։ Որ նորմալ է, ինչ ունեսել առաջարկելու մեծ հաշվով կենտրոնական Ասիան Եվրոպայից քանի որ կախված չի, ինքը Եվրամիության հետ հարաբերությունները կարող օգտագործի որպես բալանս Ռուսաստանի եւ Չինաստանի մեջ կամ Թուրքիայի նույնիսկ, որովհետեւ Թուրքիան էլ ինչպես տեսնում ենք հիմիկվա այս փոլսի իրավիճակից, փոլսի քաղաքապետի ձերբակալումից եւ բանից Թուրքիան էլ է գնում դեպի ավտորիտար։ Այսինքն դեռ բավականին հետաքրքիր չէ, ճիշտ հասկանանք, հա, կենտրոնական Ասիայի ոչ մի երկիր ժողովրդավարական չի։ Իրանք բոլոր ավտորիտար երկրներ են, բայց նույնիսկ ավտորիտար երկրների ղեկավարները հասկանում են, որ Եվրոպայի հետ հարաբերությունները լավ բան է։ Հիմա այս թեման ենք շարունակում 6 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի եւ Եվրամիության միջև բարձր մակարդակի տնտեսական երկխոսություն է վերսկսվել։ Հիմա Բրյուսելում է վերսկսվել։ Հիմա մենք խոսենք, ես կխնդրեմ ձեզ ներկայացնել ինչ է կատարվում Թուրքիայում եւ այս երկխոսության արդյունքները ինչպիսին կլինեն, այսինքն ինչպես է հիմա աշխատում Եվրամիությունը կամ փորձում աշխատել Եվրամիությունը Թուրքիայի հետ։ Թուրքիա Եվրամիություն, Թուրքիա Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունը հիմա Թուրքիա ոչ մի հարաբերություններ չկան։ Բացառությամբ Թուրքիա-Սիրիա ռազմավարական պայմանագրի ստորագրությունից հետո սիրիական երկու նախկինում Ասադի զորքերի կողմից օգտագործվող օդուժի բազաների պայմանագիր կար, որտեղ Թուրքիան պետք է բերեր իր օդուժը կանգնեցներ, Իսրայելը ոչնչացրեց երկու բազանել եւ հայտարարեց, որ էլի կանեմ։ Եվ այլ խնդիր Թուրքիան հիմա չի կարող լուծել։ Թուրքիա ԱՄՆ հարաբերություններ չկան, Թուրքիան էլի դիմեց, ասեց, խնդրում եմ մեզ F-16 դուր աստին բաժանորդը անհասանելի է կամ գտնում է ռադիոկայանի ծածկույթից դուրս, դողանի երկար փորձեց, տեսավ չի ստացվում, գնաց բրիտանացիքից տայֆունների առաջի սերնդի 40 հատը ու եւս 40 հատ մինչեւ 60 թիվ պետք է առնեն եւ ասենք դառնա 80 հատ, այսինքն չունի օդուժ։ Եթե համեմատում ես 4-րդ սերնդի Ռաֆալների, որը Հունաստանը ունի, պլյուս Հունաստանը ունի F-35, պլյուս Հունաստանի F-16-ները բան են, բլոկ 70-72-ն վերջի F-16-ներն, այսինքն թե Եվրոպան, թե ԱՄՆ-ն ցույց են տալի Թուրքիային, որ ինքը վստահելի չի։ Այսինքն զենք չենք տալի, հետեւաբար վստահելի չի։ Տնտեսական առումով Թուրքիայի տնտեսությունը շատ վատ վիճակում է, չնայած հիմա ասում են, որ գնաճը դադարել է, բայց գնաճը դադարել է, որտեղ ստագֆլյացիա է։ Այսինքն տնտեսությունը վատ վիճակում է, գնաճը դադարել է ոչ թե նրանից, որ շատ լավ վիճակում է տնտեսությունը, այլ նրանից, որ այնքան վատն է, որ արդեն առևտրի բանը սարում է տնտեսությունը, բան չկա։ Դուք թվերին ծանոթ եք, ուրեմն մի տարբերակով 38%, մյուսով ասում են 70%։ Հա, որովհետև այդ մյուսով, որ հիմա ասում են 70, ինքը իրականում 110 էր։ 110-ից է չէ 70։ Իրանք երկու բան ունեն։ Ռուսաստանում էլ այդպես ցանկացած ավտորիտար պետություն դրանով աչքի անկում ցավոքսը Հայաստանում է, որ իրական հաշվենք մոտարապես այդպես տարբերություն կտա։ Խնդիր ուղղակի մեր մոտ էլ երկու անգամ կլինի, բայց մեր մոտ պետք է հասկանալ, հա, խոսքը պաշտոնական 2 կամ իրական 8, հա, ինչ որ սենց վիճակ կարա լինի, բայց մեզ մոտ օրինակ գնաճը այն տարիներին, որ դեկաբրիստները եկել էին ռելոկանտներ կոչվածները, այնտեղ ասենք մենք 3 տարվա մեջ 100% գումարային 100% ինֆլյացիա գները կրկնապատկվել են այդ 3 տարվա ընթացքում։ Թուրքիայում ամեն տարի էր գները բանանում։ Խնդիրը նրանում է, որ երբ հաշվարկում ես
տարբեր ապրանքատեսակներ կարաս մտցնես հաշվարկի մեջ, վերահսկես կամ բանանես տնես դիտարկման տակ եւ ըստ այդ ապրանքատեսակների գնաճի վերջնական արդյունքը կարող փոխ օրինակ Ռուսաստանում որպիսի գնաճի այդ խայտարակ տեմպերը թաքցնեն մցրել էին բան ավտոմեքենայի գները շատ երկար ավտոմեքենաների գները տատանվում էր ասենք 5-6%-ով քիչ, հա, բայց ամբողջ այդ ոնց որ սպառողական զամբյուղի մեջ այդ ավտոմեքենայի եւ հիպոթեկի մասը գերակշռող մաս էր կազմում, այսինքն այնտեղ չգիտեմ կարտոֆիլը, հացը, կաթը, բան կարար կրկնապատկվեր, եռապատկվեր գինը, բայց քանի որ ստեղ փոփոխությունը 1% էր կամ ավելի վատ 0.8 ընդհանուր ստացվում էր որ գիտեք դա առանձնապես մենք պաշտոնապես մեր բանը գնաճը 7% բայց իրականում ասենք 40 էր ամսից ամիս Մենք վերադառնանք Թուրքիան վիճակը վատ է Թուրքիայի վիճակը վատ է Թուրքիան հիմա այս առիթից օգտվում է այդ առիթը կոչվում է բան օվալ կաբինետում նստած անձնավորություն եւ հարավային Աֆրիկայից ներմուծված ապօրինի ներմուծված մեյմուն չէ չի գնացել այնտեղ ասեցին որ լավ կլինի որ գնա Տրամպը ասեց չէ բան ես ձեր ասելով դա չեմ անի իրականում որտեվ նարցիսը որ ընդհանուր իմաստը տենց էր այ որ դուք ասեք չեմ անի բայց ինքը լավ կլինի որ վերադառնա իր բիզնեսին Սենց ասեմ, այդ մեյմունը տապալվեց Վիսկոնսինում, սա ամենակարևոր բանն էր, որտեվ ինքը անձամբ դրեց ամեն ինչ, որպիսի այդ լիբերալ դատավորը Վիսկոնսինի նահանգի չանցնի, ինչով էր Վիսկոնսինը շատ կարևոր, Վիսկոնսինում քննվում էր գործ համաձայն որի ընտրատեղամասերը վերաձևել էին սահմանները այնպես, որ բոլոր կամ հիմնական տեղամասերում հանրապետականները, որոնք Ամերիկայում հայտնի են, որ դու հանրապետական ես քվեարկում, թե դեմոկրատիկ, նենց էին արել, որ հանրապետականները բոլոր տեղամասերում հնարավորինս մեծամասնություն կազմեն։ Իսկ գործը հասել է Վիսկոնսինի գերագույն դատարան, դա ամեն նահանգը իր գերագույն դատարանն է։ Եվ գերագույն դատարանը պետք է ասի, որ դա ապօրինի է, որտեղ դա իրականում ապօրինի է։ Դա արած է հատուկ, որպեսզի Վիսկոնսինը, որը swing state է, այսպես կոչված, այսինքն հենց այն նահանգներից մեկն է, որից կախված է թե նախագահանով լինելու, այս swing state-ի հարցը իրականում եկավ եւ լուծվեց։ Մասկը անձամբ, այն տեսել եք, բաների գլխիկը վազվզում էր 20 միլիոն թե 25 միլիոն տարբեր գնահատականներով գումար է դրել, որպեսզի անցնի կոնսերվատիվ դատավորը եւ բացի դրանից 1 միլիոն դոլարի գործուն չեկով բաներանում պլյուս ասում էր որ ես գումար կտամ նրանով որ այս նկարը կդնի եւ այլն, այսինքն տարբեր ձևերով մեծ հաշվով ընտրակաշառք, բայց դե յուրե ոչ։ Կներեք։ Եվ եթե մինչև բանը տարբերությունը 1-2% են որում դեպի կոնսերվատոր մասկի խառնվելուց հետո այնտեղ 10-15%-ով հաղթեց այս լիբերալ դատավորը այսինքն ամբողջությամբ առնվազն Վիսկոնսինը մեկնահանգ ապացուցեց եւ ցույց տվեց որ ինքը մասկի էգոն տրորած ունի ձեռքի հետ տրորեց նաեւ Տրամպին շատ ուրիշ կարևոր բան տեղի ունեցավ Ֆլորիդայում, որը շատ ավելի բան էր վտանգավոր էր Տրամպի համար գերկարմիր նահանգներ, գերկարմիր կոնգրեսականների ոչ թե նահանգ, այլ բան, նու նահանգը հա պարզը ընտրա տեղամաս, չէ, ընտրատարածք, ոտ county, որտեղից որ կոնգրեսական է ընտրվում, կարոջ, այդ շրջանը, որտեղից կոնգրեսական պետք է բանը, որտեղ Տրամպը հաղթել էր, ասենք, 25% տարբերությամբ, մի կերպ 2-3%-ի տարբերությամբ մի կերպ հաղթել է բանը, Տրամպի դրածոն, այսինքն չգիտեմ մագայա թե կոնսերվատորը, դա Արմեն Հովհաննիսյան կասի ինքն է հետևում թե այդ հանրապետականի որ թևին է պատկանում, բայց տարբերությունը իջել է եւ հետեւաբար օրինակ այդ կոնգրեսական այնտեղ որ քիչ ինքը արդեն դառնում է swing state։ Այսինքն սա հազիվ մազապուրց ընդամենը 60 օր անց է ինչ Տրամպը նախագահ 60 օրվա ընթացքում
ընտրատարածքը, որտեղ Տրամպը հաղթել է 30%-ով, Տրամպի դրածույին ընդամենը 1-2%-ի առավելություն է տալի։ Եվ սա նշանակում է, որ ամերիկյան քաղաքական համակարգում տեղի է ունենում կրիտիկական փոփոխություն, այն որը որ կոչվում է, որ deep state-ը պատասխան է տալիս։ Եվ սա նշանակում է, որ առնվազն դոժը, այսինքն այն բանը, կապիկությունը, որը մասկանում է, հասարակության կողմից չի ընդունվում։ Եվ այս չընդունվելու հետևանքը այն է, որ սրա չընդունվելը խփել է Տրամպի վարկանիշին։ Մի առանձնապես մի բարի պտուղ չէր, Տրամպի բանի ընդունելության վարկանիշը իջել է մինչև 43։ Պատմության մեջ ամենացածր վարկանիշն է 60-օրվա կտրվածքով։ Հիմա ես այնուամենայնիվ կանցնենք այն թեմային, այդ սակագնային պատերազմն հայտարարում, թե ոչ Թրամփը, բայց վերադառնալով Թուրքիան եւ Եվրամիության այս հայտարարությունները, որ այս հարավային Կովկասի ճանապարհը պետք է բացվի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, այն որ Թուրքիայի հետ բանակցություններ են գնում, այն որ Թուրքիան ասում է իմ Հայաստանի հետ հարաբերությունները կախված են Հայաստան, Ադրբեջան հարաբերությունների հետ, այս սա իրար հետ կապված են, թե Եվրամիություն Թուրքիա դա զուտ տնտեսական հարաբերություններ են։ Եվրամիություն Թուրքիա հարաբերությունները տնտեսական են իհարկե, որտեղ իրանք բան են, նախ ընդհանուր տնտեսական բանի մեջ, տարածքի մեջ են, իրանց մոտ այդ խնդիրը չկա։ Բայց Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանի բացումը Եվրամիության տեսանկյունից, ինչը մենք բազմիցս ոչ մի կապ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններից։ Դա Թուրքիայի ներքին որոշումն է։ Եվ այնտեղ բանակցային լիքը տեղ կա, այսինքն Եվրամիությունը ակնհայտորեն անհրաժեշտության դեպքում ունի գործիքներ, եթե ուզենա չոր այդ հարցը դնի, այսինքն եթե որոշվի, որ Ադրբեջանի վրա խաչ են քաշում, վերջնական եւ Ադրբեջանը չի խաղում այս խաղը, իրանք ունեն բավարար միջոցներ Թուրքիայի վրա ճնշում գործադրել եւ Հայաստանի սահմանը բացել տալ, ուղղակի դա կնշանակի, որ այդ հաղթաթուղթը օգտագործվում է եւ վերջ վարվում, այսինքն էլ նմանատիպ որոշում չեն կայացնելու, որը ակնհայտորեն բանա, միջուկային զենքի նման խնդիր է։ Տեսեք, միջուկային զենքի կիրառումը ինքը այդքան բան Երոշիման բոլորը գիտեն, ինչ որ առանձնապես վայ, շատ վատ է, բան առանձին վերցրած կտորում, եթե դա միջուկային պատերազմ չի, եթե մեկ միջուկային ումա, ինքը տենց հետևանքները շատ ծանր են, բայց դրա կիրառման հավանականությունը շատ քիչ է։ Ուղղակի դու գիտես, որ այդ երկիրը ունի միջուկային զենք ու ցանկացած գործողություն այդ երկրի հետ կամ ուժի հետ բան անելուց գցում բռնում ես, ասում ես ոչ թե կիրառեց, թե չէ այդ հավանականության տեսանկյունից, այլ որ կիրառեց, ասենք ես տապալվում եմ։ Հիմա Թուրքիան գիտի, որ Եվրամիությունը ունի բավարար գործիքներ ստիպելու Իրան, այսինքն Թուրքիային, ոչ միայն հարգել Իմամօղլու իրավունքները եւ ընդդիմությունը եւ լրագրողներին հաղթել, որտեվ հիմա Թուրքիայում ներքին այնպիսի բողոք է դուրս եկել, չեք պատկերացնում, ասենք դերասաններ, գեր բան ճանաչված եւ հայտնի գեր ճանաչված որն է ժողովրդավար վայելող, ժողովրդականություն ունեցող, ասենք իրանց տենց ազգային պատրիոտիկ սերիալներում նկարահանվող գլխավոր դերասաններ, որոնք որ բանի այդ խորքային ժողովրդի համար իրանք համարժեք են պետական հզորին։ Այդ մարդիկ ասում են, որ գիտես ինչ կա Էրդողանը ստեյները սա հասցրեց, սխալ է անում եւ Իմամօղլուին պետքա բաց թողնել։ Սա ահռելի խնդիր է Էրդողանի համար։ Բայց այդ դերասաններին շարունակենք։ Հա, այդ դերասաններին զրկում են, հանում են, ընդ որում հանում են ոչ միայն նոր բաներից, էպիզոդներից, այլ նաև հին էպիզոդներն են հանում։ Ռուսաստանը առաջինն է, Էրդողանը գնում է ավտորիտար։ Հիմա պարզ է, որ կանչել են բանակցելու, դա բանակցելու ձևն է հիմա։ Գիտենք, երկու տարբերակ կա, որ դաժան կամ փափուկ, հա, ասենց հիմա կանչել են փափուկ։ Ակնհայտ է, որտեվ Ամերիկայի այս վարքը եւ մեծ հաշվով խնդիրները, որոնք Ամերիկան առաջացրել է, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջացրել են ամբողջ աշխարհի համար, տնտեսական, այս տարիֆներով, բաներով, պարզ է, որ Եվրոպան պետք է գտնի հին
կամ նոր տարբերակներ տնտեսական ճգնաժամից դուրս գալու։ Սա չի նշանակի, որ նախկինի պես Թուրքիայի տնտեսության մեջ ահռելի ներդրումներ կլինեն, որ Թուրքիան դառնա կամ վերադարձնի իրան Եվրոպայի գործարանի Այստեղ հարցը հաստատությունները։ դառնա Թուրքիան վերահսկվող, թե ոչ։ Ոչ, Թուրքիան չի կարող դառնա վերահսկվող։ Ոչ մեկ մոդելը, եվրոպական մոդելը չի պարունակում վերահսկելու մեխանիզմներ, Ճնշման չի պարունակում, ոչ։ որովհետև դրանք տարբեր բաներ են։ Այդ մոդելը սենց ասեմ, նույնիսկ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, եթե Տրամպին հանենք, այդքան բան չէր։ Ամերիկան ավելի շուտ փափուկ ուժով էր գործում, այսինքն Ամերիկան ասում էր շատ լավ կլինի, որ սենց անես, ու դու հասկանում ես, որ ավելի լավ է տենց անես, քան չանես։ Ում դուրը պետք է ծեծի Ով։ Էրդողանը, որպեսի ինքը այս ալիքը իրեն չքշի տանի, ձեր կարծիքով։ Այսինքն, Այսինքն Էրդողանի ներսում Էրդողանի հրաժարականն են պահանջում։ հա։ Նա ինչ որ արտաքին Չէ, Էրդողանի ուժերի- ներսում հրաժարականն են պահանջում, Իսրայելը ոչնչացնում է իր ամբիցիաները Սիրիայում, ինքը ոչ մի բան չի կարող անի։ Չէ, եթե դուք ակնկալում եք, որ ինչ-որ լուծում կա այս խնդրի, չէ, չկա։ Ես եմ ակնկալում, ես հարցնում եմ ձեր կարծիքով Էրդողանը Եվրամիության դուրն է ծեծելու, Միացյալ Նահանգների Եվրամիության, չէ, Եվրամիության, նորից եմ ասում, Եվրամիության արտաքին քաղաքականությունը չի պարունակում կոմպոնենտ, որը կարա ինչ-որ մի երկրի իշխանությանը պահի իշխանության։ Չկա, նախատեսված չի։ Եվրամիության հիմնադիր հայրերը որպես հիմք վերցրել են նեոմարքսիստական մոտեցումներ, որոնք չեն պարունակում ճնշման գործընթաց։ Դու նույնիսկ մեծ հաշվով առանձին վերցրած երևի թե նմանատիպ մեխանիզմներ կարող է ուներ Մեծ Բրիտանիան։ Եվ երևի թե Թուրքիայի համար Մեծ Բրիտանիան որպես գործընկեր ամենահարմար գործընկերն է։ Ուղղակի Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չի եւ Մեծ Բրիտանիայի ձայնը Եվրամիության համար ոչինչ չի նշանակում, չնայած Ուկրաինայի հարցում իրանք համագործակցում են եւ եվրոպական անվտանգության առումով։ Ուղղակի Մեծ Բրիտանիան չի կարող Ֆրանսիային ասի, արի Թուրքիային ներգրավենք եվրոպական անվտանգության մեջ, ու Ֆրանսիայի տեսանկյունից Թուրքիան ամենամեծ սպառնալիքներից մեկն է։ Ու այդտեղ Ֆրանսիայի կողքին կանգնած է Հունաստանը, եւ բացի դրանից Կիպրոսը, եւ բացի դրանից Բուլղարիան, եւ բացի դրանից Ռումինիան։ Այսինքն չկա երկրների այն ծավալը, որ Օրբանը հո չի կանգնելու, ասի Թուրքիան մեր աղբերն է, այդ ձեր աղբերն է, գնա Թուրքիայում ապրի, մեզնից ինչ եք ուզում։ Այսինքն տեսեք, երբ մենք նայում ենք մոդելները, մենք պետք է նորովի մոտենանք այդ բանի մեջ։ Այսինքն մենք չունենք ոչ մի հիմք ենթադրելու, որ դա Հայաստանն էլ է վերաբերում, սա իզուր չեմ ասում։ Ես էլ իզուր չեմ հարցնում։ Հայաստանին դա վերաբերում, այսինքն Եվրամիությունը չունի մեխանիզմ, որով որ կոնկրետ առանձին վերցրած քաղաքական ուժին կպահի իշխանության։ Հաջորդ թեման Չինաստանի եւ Ադրբեջանի հետ է կապված։ Չինաստանը հերքել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը առ այն, որ Չինաստանի Կոմկուսի ներկայացուցիչը Բաքվում ինչ-որ համաժողովի ժամանակ իբր ասել է, որ Զանգեզուրի միջանցքի գործարկումը ունի մեծ ռազմավարական նշանակություն։ Սա ամբողջ խնդիրը այն է, որ ասել է, որ մենք Զանգեզուրի միջանցք ձևակերպում չենք օգտագործել։ Հարցը հետեւյալն է. հարցը այն չէ, թե ինչու է Ադրբեջանը թեկուզ սուտ ասել, հասկանալ է, ինչու է Չինաստանը հարկամարել, հատուկ ընդգծել եւ տարածել այդ հերքումը։ Չինաստանը ասում է Զանգեզուրի միջանցք ձևակերպում մենք չենք օգտագործում։ Այստեղ Հայաստանի եւ Զանգեզուրի միջանցքի եւ առանձին վերցրած այս բաները ոչ մի կապ չունեն։ Չինաստանի հայտարարությունը նրա մասին է, որ տուզիկները չպետք է մեր անունից խոսան, ու մեր անունից սուտ խոսան։ Դա ոչ միայն բան է, դա բոլորին է վերաբերվում։ Չինաստանը արձագանքել է, որտեղ ինչ որ ոչ մի բան, ուղղակի ինչ որ ոչ մի բան իր անունից խոսել է, կապ չունի ինչ ասել։ Հա, ձեռդ նաև Հայաստանին է բանար, ինքը Հայաստանի տարաբերություններ ունի ու ոնց որ թե ինքը չի ուզում դիսկոմֆորտ ստեղծի այդ տարաբերություններում, որտեղ մեծ պրոյեկտներ կան, որտեղ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, Հայաստանը ստադ այս հայտարարությունների մասին, որ ապրանքները, որոնք որ
Եվրամիությունում ընդունված են Հայաստան-Կարանգան հեշտացված բանով, այսինքն ԵԱՏՄ-ի այդ բաներից ազատված կլինեն եւ ԵԱՏՄ երկրներ Հայաստանից չեն գնա, այսինքն հրաշալի ինչ-որ մի հատ մեխանիզմ, շատ լավ է, ինչի համար ինքը պետք է Հայաստանի հետ հարաբերությունները վերանա, բայց դրա մասին չի խոսքը, այդքան խորը չի գնացել, այնտեղ ռեակցիան սենց է, ես սա չեմ ասել, այսինքն Հայաստանի գործոն չկա, պետք է ճիշտ հասկանալ, եւ ցանկացած միջազգային հարաբերություններում դա տենց է. Այդ Տրամպը չի է, որ ասում է բանը Զելենսկին դիկտատորա 4% անց, դասում չեմ հիշում տենց բան։ Որ ասել եմ։ Հա, տենց հիմարություն Չինաստանը ունի իր սեփական մոտեցումը, իր սեփական իմիջին եւ իր սեփական բանին։ Ես չեմ ասի, իմ անունից մի խոս։ Հիշեցնեմ, որ բուկվալն 10 օր առաջ Թուրքիայի նախագահի գրասենյակից այն վարչությունը, որը հիմնականում ֆեյքերով զբաղվում եւ առավելագույնը բան քրդական շարժումների մասին էր խոսում, այդ էր Ադրբեջանի ինչ-որ բանին, հա, թարս ապտակ էր տվել, որ տղա ջան, ինչ ես խոսում, մենք ասել ենք, որ այդ սահմանը բացվելու է, ու ոնց որ դուք ձեր մեջ գնացեք, բանացիք մի հատ էլ ընդեղից էին ասես ու մի խոսա։ Մեծ հաշվով Ադրբեջանը եւ որպես Ռուսաստանի մինյոն բոլորին զզվացրել է, սա ակնհայտ է։ Ոչ միայն Ադրբեջանը, բայց ասենք մենոնք էլ տենց ոչինչ, բայց բան է, արդյոք բոլոր բեզարել են այս բանից։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար, Իրանի թեման։ Ես մեջբերեմ շատ են խոսում, բոլոր երկրներն են խոսում եւ պաշտոնյաները եւ արտգործնախարարները եւ ես բերում եմ Ֆրանսիայի արտգործնախարարի ձևակերպումը, որը լավ է ցույց տալիս իրավիճակը Իրանի հետ կապված։ Նա ասում է, եթե բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ չպսակվեն հաջողությամբ, ապա ռազմական բախումը կդառնա գրեթե անխուսափելի եւ հիշեցնում եմ, որ Թրամփի տրված ժամկետը, Թեհրանին ժամկետ էր տվել 2 ամիս, լրանալու է մայիսին ու նշվում է, որ պետք է հենց մայիսին էլ սպասել Իրանի տարածքի գնդակոծությունները, արդեն հաշվարկում են, թե որքանով, թե ինչ բարդությունների կհանգեցնեն եւ ասում են միջուկային այդ քաղաքներ կոչվողները գտնվում են Եմենում եղածներից տասնյակ ուրեմն մետրեր ավելի խորը, խոցելը համարվում է անհնարին, ձեր կարծիքով ինչ է 4 կողմը կատարվում Իրանի եւ Թրամփը կգնա այդ քայլին, թե ոչ։ Թրամփին, սենց ասեմ, քանի որ ինքը նարցիս է, ոչ շատ խելացի, պինգվինների վրա տարիվ մտցնող, Թրամփին արագ հաղթանակ է պետք, ակնհայտորեն, որ Իսրայելը խաթր Իրանին հարվածելով ինքը արագ բան չի ստանա, արագ հաղթանակ չի ստանա։ Օբյեկտիվորեն էլի, ասենք, եկեք ճիշտն ասենք, ինչ է նշանակում հարվածել, որ ինչ։ Ես ընդունենք միջուկային օբյեկտները, որը լավ, հարվածեցիր։ Ու կպար։ Դա մի, ասում է, այդ մի այլ այբա, ասում է, այդ որ ասում է, ուխտին նստելը մի այբա իջնել է 2, հիմա ասենք հարվածեցիր ու կպար, ու տարածեցիր բան, այդ ռադիոակտիվ նյութերը գնացին, ծրվեցին։ Իրանը իհարկե մեղավոր կլինի նրանում, որ ինքը ուրանիում հարստացնում է, բայց դու մեղավոր կլինես նրանում, որ փաստացի գործողությունների արդյունքում զանգվածային ոչնչացման զենք ես կիրառել։ Եվ ես իհարկե հասկանում եմ, որ Թրամփը չի ճանաչում Հաագայի տրիբունալը, բայց Հաագայի տրիբունալն է ճանաչում Թրամփին, ինչպես նաև Նետանյահուին, եւ դա ոչ մի լավ բանի չի բերի, ես էլ եմ ասում։ Կան պատերազմներ, որոնք ավելի լավ է չսկսել։ Այդ պատերազմներից մեկը դա Ամերիկա-Իրանի դեմ պատերազմն է։ Ինչու՞։ Որովհետև Իրանի 4 կողմը ԱՄՆ-ն փորձեց դաշնակիցներով ահռելի աջակցությամբ շատ մեծ եւ դրական իմիջով իրականացնել պատերազմ Իրաքում, Աֆղանստանում, առնվազն հերթ չենք։ 2 տեղնել 20 տարի հետո ինքը դուրս եկավ տրիլիոնավոր դոլարների ծախսով, հազարավոր զինվորների կորուստով, զրոյական արդյունքով։ 0 Okay, Իրաքում չկա Սադամ Հուսեյն, Իրաքում չկա քիմիական զենք, okay։ Իրաքում կա
Դաեշ, իսլամական պետություն, Իրաքում չկա նորմալ կառավարություն, Իրաքի կառավարության մի մասը գտնվում է իրանական ազդեցության տակ, Իրաքի սահմանները ոչ մեկ չի հասկանում ով է վերահսկում, եւ դա կարող է միգուցե համարվի հաղթանակ ռոպագանդիստական ռոլիկներում, բայց չէ։ Էլ չասեմ Աֆղանստանի մասին։ Հիմա պատկերացրեք, Իրանը Աֆղանստան անգամ Իրաք է։ Եվ այնտեղ բավականին դժվար է լինելու արդյունքի հասնել եւ ապացուցել, որ այդ արդյունքը գործում է, որովհետեւ ԱՄՆ-ի համար ամենակարևորը պետք է լինի արագ հաղթանակը, որովհետեւ Թրամփը ժամանակ չունի, ինքը չի կարող 20 տարի գնա, որովհետեւ Իրանը իր վրա չի հարձակվել, ինքը ունի բնակչության մի մաս, որը համարում է, որ Իսրայելը շատ կարևոր է, բայց այդ մի մասն է, եւ իրականում նույնիսկ այդ մասին դժվար կլինի բացատրել, որովհետեւ Իրանը չի հարձակվում Իսրայելի վրա։ Իրանը ուղղակի նստած է, հիմա այս պահին ուղղակի նստած է, ոչինչ չի անում, ասում է մենք 2003 թվականին որոշում ենք կայացրել, որ մենք միջուկային զենք չենք սարքում, եւ մենք շարունակում ենք այդ բանը հավատարիմ մնալ։ Չէ, բայց եթե թողենք մի կողմ, ինքը ասում է եթե հարձակվեք, ես իմ մարտիրներով կխփեմ, բայց չի ասում միջուկային զենքը։ Ասում եմ միջուկային զենքը կսարքեմ, եթե տեսնամ, որ էլ ճար չունեմ։ Okay, ունեմ հարստացված ուրան, չեմ սարքում միջուկային զենք, հավատարիմ եմ մնացել։ Հիմա դու ինձ պետք է ապացուցես, որպես Ամերիկա, որ Իրանը միջուկային զենք ունի, դու դրա համար ես հարվածում։ Բայց դա հիմարություն է։ Եթե ինքը ունի, ինչ ես հարվածում, որտեղ ինքը ունի, հետեւաբար կարա կիրառի։ Դու էլ կարաս կիրառես, բայց ինքն է կարա կիրառի։ Հիմա չունի։ Okay։ Չունի, վաղը կարա ունենա, ինչ ես հարվածում։ Ուրեմն չունի։ Չունի, չէ, ասենք ու պատրաստ է բանակցել, նես չի որ չի բանակցում, ուղղակի ինչ մարդավարի հետ է բանակցի, բարձր որ գալիս ես ասում ես սաղ տանը տեղացը տուր բան ես, էսել բան մի հատ է կզի որով թռնեմ, քո հետ տենց ոչ մեկ չի բանակցի, որովհետև դու իրականում մեյմունին ես բերե աշխատանքի, քեզ ոչ մեկ լուրջ չի ընդունում, դու սուտ ես խոսում, եկածոտ օրվանից, դու 24 ժամ Ուկրաինայի պատերազմը իր կասեցնում, ամբողջ աշխարհը վրա ծիծաղում է, դու չկաս այդքան որ տենց բան ասես, դու փոքր ես։ Այդ ռեժիմը 79 թվականից պայքարում է Ամերիկայի Ռեյգանի դեմ են պայքարել։ Ну, չնայած մի բասը Ռեյգանի հետ են պայքարել։ Հիշենք հայտնի Իրան կոնտրաստ ծրագիրը, երբ որ Ռեյգանը օգնում էր Իրանին, որպեսզի Իրանը ոչնչացնի սովետական ճամբարում գտնվող Իրաքի զորքերը։ Հետևաբար Իրանը ունի այդ բանակցային պոտենցիալը եւ Իրանը կարող է ուղիղ խոսել։ Եղբայր դու ով ես պատմում, դու ոչ մեկ ես։ Դու ոչ մեկ ես։ Դու չկարողացար կասեցնել ուկրաինական պատերազմը, դու չկարողացար կասեցնել Գազայում չապահովեցիր խաղաղություն, հիմա նորից պատերազմ սկսեց, դու չկարողացար Հեզբոլայի բանը, դու գնացիր մենակով խփեցիր հութիներին ու այնքան ես խփելու մինչև հոգնես, մազերը թափի նորից սպիտակի կյաժից հետ գնա, որտեվ դու չես կարող հարց լուծել 12,000 կիլոմետրի վրա առանց դաշնակիցների, իսկ այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն ցուցակ դաշնակիցներից, որը բաղկացած է 0 տողից։ Ոչ թե թղթի վրա դաշնակից, թղթի վրա դաշնակից մենք մի հատ հապկ ունենք։ 8 երգիրա ինչա։ Ամերիկան ունի 0 դաշնակից ցանկացած գործողության մեջ։ Ամերիկան գնացել է սեպարատ պայմանավորվածությունների Ռուսաստանի հետ, Եվրատլանտյան համայնքի ամենամեծ թշնամու հետ, որտեվ Եվրատլանտյան համայնքի ամենամեծ թշնամին Չինաստանը չի, Եվրատլանտյան համայնքի ամենամեծ թշնամին Ռուսաստանն է, Չինաստանը ընդհանրապես competitor, այսինքն տնտեսական հարցերով նշանակված, իսկ ոչ թե թշնամի, այլ ասենք մրցակից, այնտեղ տնտեսական հարցեր Թշնամի, որը ուզում է հարցակվի ոչնչացնի, բան դա Մորդորն է, դա Ռուսաստանը։ Տրամպը գնացել է բանակցելու Մորդորի հետ, պատկերացրեք բանին մատանիների տիրակալը, գնացել է Սաուրոնի դուրը, ցեցել է, ասել է եկել եմ արի մի բան պայմանավորվենք, ամբողջ աշխարհի աչքերում։ Սա երևի պետքա բարձրաձայնվի, որպեսզի հասկանաս, գիտեմ, ես նայում եմ։ Էդ է վերաբերմունք։ Ոչ թե թշնամի է, ոչ մեկը, դավաճան։ Վատ դավաճան, տակից, տափուկ, խափած դավաճան։ Ոնց է դա պատկերացնում ինքը այդ վիճակից
միայնակ հարցակվի Իրանի վրա, որը էլի եմ կրկնում Աֆղանստան անգամ Իրաք է։ Ինքը չունի դա, Վենսը ամբողջ Եվրոպային վիրավորեց, ասեց ինչ-որ պատահական երկրներ են, ինչ-որ տենց բանակ չունեն բան, դե հեսա կգնաս մենակ կմտնես Իրան, տենամ կանի ու կես այդ գալի։ Հիմա այդ դաշնակիցների թեմայից, այո, հպանցիկ թեկուզ շատ չմանրանանք, բայց գիտենք, որ այդ սակագնային քաղաքականություն է փոխում Թրամփը, մաքսատուրքերի մասին Պինգվինները։ Հիմա եկեք տեսնենք ինչ են արտահանում պինգվինները, մենք չունեինք այդ ցուցակների մեջ։ Դուք տեղյակ եք ինչ որ բան արտահանում են Պինգվինները իրականում Ավստրալիայի տարածք են, որոնք համարվում են բան արգելանոց։ Այնտեղ ոչ չկա։ Դե հենց դա է խնդիրը։ Եվ Չէ, այնտեղ ամենահետաքրքիրը իհարկե Կոկոսի Island այդ բանն է, Կոկոսի կղզիները, որտեղ պաշտոնական բնակչությունը 536 հոգի է։ Ուղղակի 536 հոգի, 27 կղզի է փոքր, որից բնակեցված է 2-ը դրախտ է ուղղակի իրանց ապրանքաշրջանառությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեծ հաշվով, որը կարողացել են գտնել $36,000։ Գիտեք դա ինչ է։ Հյուրանոցների եւ բաների հորեկաների Coca-Cola-ն է։ Coca, Pepsi, բան տարեկան այդքանի խոսում էիք դաշնակիցների մասին Թրամփի, բայց խոսում ենք հիմա այդ սակագնային քաղաքականության, որը շատերը համարում են հենց պատերազմ, այսինքն Միացյալ Նահանգները դուք որ ներկայացրեցիք, որ 0 տող է զբաղեցնում Եվ հիմա այս տնտեսական պատերազմը, որտեղ մենք ես գիտեմ, որ Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Չինաստանը, նրանք բոլորը հայտարարել են, որ փոխադարձ պատասխան միջոցներ են ձեռնարկելու։ Գործընկերությունից դեպի պատերազմ այդպես է պետք ձևակերպել, ասենք ինչ վերնագիր դնենք դրան։ Այդ տնտեսական պատերազմ են ասում։ Համաձայն եք դրա հետ թե ոչ։ Պատմության մեջ դա երևի կարելի է մտնել բան հիմարության հուշահամալիր։ Ես նմանատիպ հիմարություն չէի սպասում, որ Իսկ բոլոր երկրներին իր դեմ Տեսեք, ինքը ոչ միայն բոլոր երկրներին, ինքը կարողացավ ստեղծել մի իրավիճակ, երբ Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան համատեղ որոշում են կայացնում, որ նրանք Ամերիկայի մայրիկը պետք է լացացնեն։ Չես կարող, արադը չես կարող, հիմար գյադա է, ես խոսք չունեմ ուղղակի։ Նմանատիպ հիմար անձնավորություն ոնց է այդ երկիրը ծնել, ոնց է ինքը մինչև հիմա բան արել։ Իրենց տարաձայնությունները մի կողմ դնելով։ Դե ամեն ինչը թողեք մի կողմ, ամեն ինչը, ես հասկանում եմ, մագաները ընկել են դեմոկրատների հետևից, Բերնի Սանդերսը սոցիալիզմը ուզում քարոզի, ես այդ ամեն ինչը հասկանում եմ, մենք մեծ հաճույքով հետևում ենք դրան, հա, ասենք բան չկա, դա ներքին պայքար է, դա գրագետ է, դա հետաքրքիր է, բայց ընկեր դու ինչ որ քնձռոտ վիճակից վարկանիշ ստեղծելու համար կիսա գրագետ քայլերի ես ախր դա անգրագիտություն է մարդ չկա ոչ մի տնտեսագետ չկա որ ասում է որ սա օգտակար է ցես որ ես սկզբից որ բան եղավ 1.4 տրիլիոնով ընկավ շուկայի բանը ասի լավ մենք տենց գրեցի տեսա առավոտը ոնց որ հետ կգանու իրանց առավոտը դարավ 2 այսօր կարդում եմ 3.2 Այսինքն սա չի կանգնում, ֆյուչերսները շարունակում են գնել, բան Apple-ը ասել է, որ ինքը 100 միլիարդի բան, ինքը գործարանը կբերի, Apple-ի հայտարարությունը կարդում ես, ասում է 4 տարուց հետո կսկսեն բերել, որտեղ արդեն սա կոնտրակտները կան, ինքը չի կարա բերի։ Apple-ի ապրանքները 10%-ով կմեծանան։ Okay, Կանադայի բան արեց սկզբից, ասեց Կանադայի վրա չի մեռ, Կանադայի վրա 25%-ը կա։ Կանադան հակադարձ անում է։ Մակրոնը հայտարարում է, որ ասիմետրիկ է լինելու պատասխանը up to 100%։ Այսինքն այստեղ հարցը հետևյալն է։ Ես գիտեմ ինքը ինչ է անում, հա, սենց գիտեմ, որտեվ կարդում եմ։ Բանաձևն էլ է հրապարակի։ Այս հիմարը բանաձևը հրապարակել է բացառապես այն ինչ կոչվում է ֆիզիկական ապրանք, որը շոշափել է։ Այնտեղ կա եւս երկու կտոր ծառայություններ Եվ կա ֆինանսական շուկաներ, որը լրիվ այլ գաղափար է։ Ուրեմն ֆիզիկական ապրանքներով իհարկե բանի դիսբալանսը մեծ է Ամերիկայի, այդ ինչ որ ինքը ասում է ճիշտ է, բայց ծառայություններով ինքը գալիս զրոյացնում է, նո մոտավորապես զրոյացնում է, շատ փոքր է մնում տարբերությունը, բայց
երբ որ դու նայում ես ֆինանսական շուկաներով, այսինքն Նյու Յորքի ֆոնդային բորսային օրինակ, ինչ որ մարդիկ սովորեն, այդտեղ ինքը դուրս է գալի պլյուս։ Այսինքն ինքը ագահությունից ինչ էր անում, ինքը տեսնում էր, որ այնտեղ դրական է իր սալդոն, ֆինանսական շուկաներից դրական էր սալդոն, ինքը ուզում է սա էլ դրական բերի, համարելով, որ այն որ ասում է, տենց այդ բաններ ասում են, չուկի գեկը, Օվերչուկը, որ Սալավյովը, որ կուդանի ձենուց Հայաստանի մասին, որ ուր պետք է կորեն, որ հիմա սենց կանենք, էս էլ կբերեն մեր մոտ, մենք կդառնանք գլխավոր երկիր, առհակ ու բախտից։ Մարդ 50 օրում կարողացավ ոչնչացնել այն վարկանիշը, որը չեմ վախենա այդ խոսքերից, 1916 թվականից Ամերիկայի Միացյալ Նահանգները արունով վաստակել են։ Արունով, իրանք իրանց զավակների արունով վաստակել են իրավունքը լինել այդ իրավունքը լինել առաջադեմ ժողովրդավարական աշխարհի ղեկավար, ինչ որ մի հատ ապարտեիդում մեծացած կապիկ, որի հերը ասում է, որ ինքը Պուտինով հիանում է, որ իրանք Պուտինին սիրում են։ Իլոն Մասկի պաշտոնից դուրս գալը դա հետնահանջ է, կարելի է համարել, որ առաջին Իլոն Մասկին, եթե ես չեմ հիշում, Տեքսասի թե Ջորջիայի նահանգում, որտեղ մահապատիժ կա, մինչև իրան մահապատժիչը ենթարկեն, այս սրա համար ինչ որ ես ասում եմ, որովհետև ինձ համար մեծ հաշվով, ես ոչ գրին քարտ ունեմ, ոչ երբևիցե դիմել եմ, Gold card-ը չունեք։ Gold card-ը չունեմ։ Gold card-ի վրա Տրամպի նկարն է, դա անճաշակություն է, դա ուղղակի գեղեցիություն է, կներեք։ Դա գեղեցիություն է, էլի եմ ասում։ Ինքը շատ հետաքրքիր շանսեր ունի, ուրիշ բան կարող է դնել այնտեղ, բայց ինքը իր նկարը։ Չէ, բայց այն ինչ որ արեց այդ Իլոնան, ապարտեիդում մեծացած այդ նեոֆաշիստը, ինքը արժանի է մահապատժի, որտեվ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ մի կապ չունի, ոչ էմոցիոնալ, ոչ բան, ինքը ուղղակի փող աշխատում այդտեղ, ինքը փաստացի օտարերկրյա գործակալի կարգավիճակով ոչնչացրեց Ամերիկայի ներուժը, կարողացավ, շարունակում է ոչնչացնել։ Դա մենակ այդ չի, մենակ այդ փափուկ ուժը չի, ինքը օրինակ ցրել է այն ծառայությունը, որը զբաղվում էր տարական բան, ասենք սանեպիդ վերահսկողություններով այդ կրուիզ բաների վրա, նավերի վրա, չգիտեմ, բան, խոլերայի դեմ պայքարի, որը վերահսկում էր սանեպիդ վերահսկողությունը օրինակ բաներում, Burger King-երում և McDonald's-ներում։ Ինքը այդ ամեն ինչը ոչնչացրել է, զրացրել է մարդկանց աշխատանքից անել է։ Սա իրականում փորձ է, գիտեք ինչ է, ոնց որ կենսաբանական զենք կիրառես Ամերիկայի վրա։ Ասենք եթե դու վերահսկողությունը ոչնչացնում ես լաբորատորիաների ֆինանսավորումը, ոչնչացնում ես պետական ծառայությունները, ոչնչացնում ես առողջապահական համակարգը, ոչնչացնում ես բժշկական այդ կտորները, որոնք որ բան են, այսինքն դու ուզում ես ստեղծես էպիդեմիա, որ իրանք բոլորը մեռնեն։ Դու էպիդեմիկ վտանգ ես ստեղծում, ինչ պայթում, պանդեմիկ վտանգ ես ստեղծում։ Խոլերա, չգիտեմ, այնտեղ փլագ է, ինչա, չումա, բանս։ Թանձր, այսպես ներկով Հա, բայց ասենք, դուք ոնց եք պատկերացնում, եթե ինչ որ մի տեղից միգրանտներ հավաքված իմանան, որ իրանց վրա վերահսկողություն չկա, իրանք բան են, ինչ որ լուլա քեբաբ են սարքում, իրանք զուգարանից հետո ձեռքերը կլավան, թե մազերը կփակեն, ասենք պատկերացնում եք Ամերիկայում դուք գնալու եք հիմա ռեստորան, հաստատ իմանաք, որ այն ով որ բանը արի, ասենք կարաք ճաշի մեջ մազ գտնեք, կարաք տարական գտնեք, որտեղ վերահսկողություն չկա, ու դու չես կարա մեկին զանգես, ասես արի վերահսկի, ոչ է կարաս փոլիս զանգես, ասես իրանց գործառույթը չի, չկա այն մարմինը, որը դրանով հետաքրքրվում է։ Ինչ են անում։ Այդ մարդը մասկը պետք է ձերբակալվի այն նահանգում, որտեղ կա մահապատիժ, որտեղ ինքը ոչ միայն արտաքին իմիջը ոչնչացրեց, փափուկ ուժը ոչնչացրեց, ամբողջ աշխարհը դա խոսում, անձամբ ես եմ ասում, Ամերիկայի Միացյալ Նահանգների վարկանիշը զրոյացել է, հավատալ չկա, Ուկրաինայում չեն հավատում, Եվրոպայում չեն հավատում, ո՞ւմ համար եք աշխատում, Աֆրիկան վաղուց արդեն չինական է։ Դուք ում վրա եք հույսները դրել։ Էս ամբողջ հարցը, դե հիմա կարա հանի, թե չէ, արդեն ուշ է։
Հիշում եք այդ կարգին հաղորդում։ Գալիս ասում բան, ես եկա ու ասպետ բան ասում ուշա թակավորը մեռել արդեն։ Ուշա մեռել է թակավորը։ Չկա էլ Ամերիկան չկա որպես այդպես։ Կվերականգնվի։ Իհարկե կվերականգնվի, դա կլինի ուրիշ Ամերիկա։ Այդ հիմա այդ դրոշը Եվրոպան կպահի, որտեվ պետք է։ Ուկրաինական պատերազմը կավարտվի Ռուսաստանի ջախջախումով, արդեն կասկած չկա, որտեվ պոտենցիալ բանկ են բոլորը գնացել, եւ մենք կստանանք մի նոր իրավիճակ, որտեղ Ամերիկան ուզում է Գրենլանդիան գրավի։ Աբսուրդը հասկանում եք, Ամերիկան ուզում է գրավի Գրենլանդիան։ Փաշինյանը այս շաբաթ անհանգստացած հայտնում էր, որ երկրում կադրային ճգնաժամ է։ Ասում ինչ եք ուզում մեզանից։ Կադրեր չկան։ Շատ տարբեր ձևերով մեկնաբանվեց, բայց հասարակությունը շատ ծանր, այսպես նստվածք մնաց։ Կադրային ճգնաժամ կարող է լինել տարբեր տեղերում, բայց կառավարությունը ինքն է ասում, որ Դե հա, կադրային ճգնաժամ է, իհարկե, ով է ինչ ասում, լավ ասենք, նոր ընկերներից մեկը հարցնում է, կարող ես քեզ լսում են, տալիս են իրեն ճառ են գրում, ինքը սկսում է կարդալ, ասում հաստատ չէ, իր ճառերը ինքն է գրում։ Ինձ լսում է, ինչքան ժամանակ է ես ասում եմ դիլետանտների հավաքածուից։ Քանի անգամ եմ ձեր եթերից ասել, որ կանգառներից մարդ են հավաքել, տարելացրել են ազգային ժողով ու կառավարություն։ Ինչքան ժամանակ էի ձեզ ասում, որ էկոնոմիկայի նախարար նշանակած Փսլենկոտ անձնավորությունը էկոնոմիկայի նախարար չի, ինքը 3 բիզնես է տակ տվել, ինքը Տրամպի պես մեկն էր, որը 5 կազինո է տակ տվել։ Իրա նշանակած կառավարության այն ժամանակվա, որ 22 թվականին, որ ասում էինք մի արեք տենց բան, մի նկարեք այդ տնտեսական աճը սուտ է, մի գրեք 2.5 միլիոն տուրիստ է եկել այս երկիր, իսկի 100,000 չի գալիս։ Մհեր Գրիգորյանին հանեք պաշտոնից, ամբողջ աշխարհը գիտի խայտարակ եք լինում, ամբողջ աշխարհը գիտի, որ ինքը աշխատում է ԵԱՏՄ-ի համար, ինքը չի կարա միաժամանակ ԵՄ-ի համար աշխատի, հնարավոր չի, դա բացառվում է։ Բան չի այդ ոնց որ ասեք, բանա, ֆուտբոլիստը համել տապողակով հոկեյ է խաղում առավոտը, մինչև 8-ին է խաղում, հետո 8-ից հետո են, չի լինում տենց։ Հանեք, խոսքի հասկանում եմ կադրային պակաս, բա որտե՞ց պետք է կադրային պակաս չլինի։ Ստեղծել են իրավիճակ, որ իրենց ոչ մեկ չի, Տրամպը աշխարհում ոչ մեկ չի հավատում, շատ ուզենաս էլ չի լինի հիմա, այդ կադրային քաղցը նշանակում է, որ տղեկ բրծել է, այն ինչ որ ասում ենք, պատու հասեք 21 թվականին ընդունած ռազմավարությամբ, 22 թվականի փետրվարի 24-ից հետո չես կարա երգիր կառավարես։ Դու ցույց ես տվել, որ դու չես արձագանքում իրականությանը։ 22 թվականի փետրվարի 24-ին ցույց ես տվել, որ իրականությունը եւ Նիկոլը իրար հետ շատ քիչ աղերս ունեն։ Հետո հեծանիվ քշելով, բան, տենց Վլադիմիր Վլադիմիրովիչով եւ այլն, միևնույն է շարունակել ես ցույց տալ, որ իրականությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրար հետ բան են, տենց Զապիսկեքով են խոսում, այսի զապիսկ են գրում թողում է, այնի 3 օր հետո գալի վերցնում է այդ զապիսկեն, իսկի SMS չի էլի, բայց, սենց ասեմ, այդ կադրային քաղցը վերաբերվում է ՔՊ-ին, սա ես ուզում եմ, որ պարզ լինի, սա Հայաստանը չի վատ վիճակում, սա ՔՊ-ն է վատ վիճակում, ՔՊ-ն վատ վիճակում է, որտեղ ինքը սպառել է բոլոր հնարավոր ռեսուրսները վստահելիության։ Մարդիկ չեն ուզում իրանց հետ աշխատեն, չեն ուզում ընդհանուր բան ունենան, կարող է հիմա լավ բան էլ անեն, ուղղակի չեն ուզում, մեկը տենց լինում է ժողովուրդ, դե հիմա չէ, էլի եղբայր, չէ, պրծանք, վсё։ Շնորհակալ եմ եւ վերջին հարցը Գյումրիում քաղաքապետի ընտրություններ էին, ինչ եղավ Գյումրիում, ինչին ականատես եղանք։ Հենց այդ նախորդ հարցի շարունակությունն է, գիտեք։ Իրականում ամեն ինչ նորմալ, ամեն ինչ կանխատեսելի, ամեն ինչ բան է, տենց շուտ։ Կան կարծիքներ, ընդ որում տենց բան, որ Նիկոլը հասավ կամ ՔՊ-ն իր առավելագույն արդյունքին հասավ։ Ես իհարկե չեմ ասի առավելագույն, որտեղ առավելագույնը նույնիսկ անցել է, ասենց։ Բայց ընդհանուր առմամբ մենք ունեցանք այն պատկերը, որը կանխատեսելի էր բացասական վարկանիշով, հետ հաշվարկեսան, իրենց բացասական վարկանիշը 64-68% ենք մոտավորապես կարողացել է հավաքել այն, ինչ որ իր բացասական վարկանիշից քիչ է։
ու այսինքն այն մնացած կտորն է։ Բավականին մեծ բաններ, ներկայացուցչականություն կար ընտրությունների, ինչ դրական է, սա է դրական եմ գնահատում, եթե այդքան մարդ չգար, իրանք ակնհայտորեն առաջի տեղով կհաղթեին կգնային, կամ սենց շատ փոքր բանով կլիներ, մարդիկ ձևավորվեցին, նու սենց ասեմ, համախմբվեցին գաղափարների շուրջ, որոնք իրանց հասանելի էին, սա պետք է ճշմարտորեն ասենք, Գյումրին այն քեյսը չի, որով դու Հայաստանը կարաս չափես, կոմունիստական կուսակցության վրա ոչ մեկ թող չխափնվի, էդի բանա, ֆուֆու բանա, որը կարացել է առնի, էդ էլ առել է, որ իշ մեկ չէ, պետք է պատմեմ ես անեկդոտը լավն է, վրացում կանգնացնում են Մոսկվայում, ասում ձեր վարորդական իրավունքը հանցուս է տալիս, հայշնիկս ես նայում, եղբայր, սա բանա, դու 134-ի ինքնաթիռի վարորդական իրավունք ասում եմ, որը կար էդ առել եմ, ինչ ես ուզում ինձանից։ Հիմա մարդիկ տենց էին, որ կուսակցությունը հասանելի էր, էդ առել էին, չի նշանակություն բանը։ Սա մեկ, երկու, այն որ քաղաքական ուժերը մնացած, որոշեցին, որ իրանք պետք է միավորվեն կոմունիստական կուսակցության դրոշի տակ, ցույց է տալիս, որ մեծ հաշվով ժողովուրդը, որը համախմբվել է ու եկել է ոչ Նիկոլին բանով, արդեն հասունացել է, իսկ քաղաքական ուժերը, որոնք ընդեղ արկա են, իրանք պետք է գնան արխիվ, շարունակում եմ կրկնել, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք Հայաստանում գործում էին, մինչև 22 թվականի փետրվարի 24-ը, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք բացի բաց պատրաստ չեն ասել, ումնա Ղրիմը, ով է Պուտինը, ինչ է Պուտինը, եւ ուր պետք է գնա ռուսական նավը, պետք է գնան արխիվ։ Պետք է այլևս չլինեն քաղաքական դաշտում։ Տեսեք, չեմ ասում դաժան բաներ, գնանք ծեծենք փակենք, չէ՞, արխիվ, արխիվացվեն։ Մի մասը շնորհակալությունով, մի մասը անեծքով, բայց գնան արխիվ, որտեղ իրանք պատրաստ չեն այս դարին։ Դարը փոխվել է ժողովուրդ, նույնիսկ ամերիկան է ժողովրդավարությունից հրաժարվում։ Ավտորիտար պետություն են ուզում անան, ասում են Դանիան պետք է գրավենք, նո Գրենլանդիան։ Փոխվել է դարը։ Դուք այլևս խաղացող չեք։ Հենց դրա մասին է խոսում, որ քաղաքական ուժերը ստանում են քվե, ընթացքում ասում են, որ ձև չկա ով, մենք կրը, դրանք ով են, մենք ենք կրելու, մենք նրան ձեն տանք, առհակ ու բախտից, բան, գալիս է օրը, ծեծած տուզիկի պես, դե մենք որոշեցինք, որ մենք կտանք ձեն, որ Նիկոլը չէ, Նիկոլով դառա, վարա, որ քո խոսքից իրա պատճառով անցնում ես, դուք հասկանում եք ինչի մասն է խոսքը, հելնում են սաղ նախընտրականը, կլնգում են Նիկոլին, հետո Նիկոլին գցելու համար ինքը իրա խոսքից անցնում է, չեք հասկանում, որ աբսուրդ է, այսինքն Նիկոլին ինչ-որ գործողություն ստիպում է քեզ դառնալ պարաժնյակ, դատարկա խոսք ես տալի չես անում, հիմա ինձ համար այս քաղաքական ուժերը Նիկոլի գլխավորությամբ, ԿՊ-ի գլխավորությամբ, պետք է գնան արխիվ, որտեվ իրանք այսենց սերտաճած են, իրանց մեջ ոչ մի տարբերություն չկա։ Գիտեք ինչ, երբ որ բոլորին արխիվ եք ուղարկում, պետք է գոնե ինչ-որ մի հատ ծիլ լինի, չէ՞։ Հիմա գիտեք ինչ եք ասում, տեսեք։ Որ նոր բան պետք է, ինչ-որ, չէ՞, ամբողջը դնես այսպես բայց ասֆալտի տակ։ Ասֆալտ չի, արխիվ, ընդհակառակ։ Լավ։ Ազատում ես թող հողը շնչի։ Արխիվ տարա։ Թող հողը շնչի, կգա։ Հողը շնչի կգա։ Կգա։ Էտա ծառը պետք է էտել ոչ թե նենց ոնց որ անում Ավինյանը այլանդակել։ Ոչ արմատախիլ անել, ասում եք դուք, էտել։ Էտել նշանակում է այն քաղաքական ուժերը։ Չեմ ասում նույնիսկ մարդիկ չեմ ասում, քաղաքական ուժերը, որոնք կային, որոնք այդ բագաժով են, իրանք պետք է արխիվացվեն։ Այդ պետք է թողես օղը շնչի, որ մարդը ոչ մի բանով պարտական չլինի Ռոբին, Սերժին, Նիկոլին, Լևոնին, եսին, Ֆլանին, Բեֆանին, դախլ չուն, մեգա դախլ չուն։ Քաղաքական պայքարը կառուցված լինի Փաշինյանին քարկոծելու կամ Ռոբերտ Քոչարյանի ուժերին քարկոծելու, այսինքն իրար մեջ։ Այդ քաղաքական պայքար չի։ Այո, մրցում են թե ով ավելի շատ զրուցարանի խոսակցությունը։ Ով ավելի շատ որ ուժին քարկոծեց, ուրեմն իրենից հեռու։ Հասկանում եք, այնտեղ չէ, այդ մի կողմը, կա երկրորդ կողմը դրա, որը էլի պետք է արխիվացվի, այսպես կոչված պատրիոտիկ ազգայնական եւ այլ ուժեր, որոնց ամբողջ բանը կառուցված է կամ դուրակ
կոնսերվատիվ գաղափարների վրա, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, կամ քլնգելու Ռուսաստանին, կամ Ռուսաստանին չքլնգելու։ Մի տարի հետո մեզ մոտ կամ մի քիչ ավելի շատ ընտրություններ են լինելու, մենք այս ժողովուրդ ընտրությունների հարցը հələ շուտ է, հələ բան չեմ Չէ, ասում։ բայց մենք տեսնում ենք ինչի վրա է կառուցված այդ ընտրապայքար կոչվածը։ Չեք տեսնում հələ, որովհետև այս ընտրապայքարը, որը մենք տեսանք Գյումրիում, կապ չունի բան հետ։ Ընտրապայքար կառուցված է նրա վրա, եկեք բոլորս քլնգենք Նիկոլին։ Կամ ինչ, չկա ուրիշ կամ։ Բոլորը միայն բոլորը քարկոծում են Նիկոլին, Նիկոլեն քարկոծում են իրանց պատկերացմամբ ինչ-որ մեկին, ում հարմար է քարկոծել, որովհետև այդ ավելի շատ վարկանիշ կներ, օքեյ, լավ հասկացանք։ Բանցին լավ արդեն չկա այդ բանը, ցավոք միակ լավ բանը այն է, որ ժողովուրդը գուցե ես սխալվում եմ, բայց հույս ունեմ հիշում եք ժողովուրդը չխապվի կրկես գնացել եք չէ սովետական ժամանակ իհարկե այնտեղ բան կար տենց հատուկ համար կար ձիերով որը ձիերը դուրս էին գալի ու սեն շրջանակով տգդին վազում էին մենք այդ շրջանակի մեջ ենք ոմանց թվում է որ հա իրականում չէ որտեվ արդեն կոպիտ ասած կան պայմանական մենք, որոնք ասում են, որոնք այդ ձին դուք եք, մենք դեր ենք նստած, դուք կարաք շարունակեք Ռոբը Նիկոլին քլնգի եսի, Նիկոլը Ռոբին, Սերժը բոլորին, իրանք սենց պասերով, իրանք չգիտեն, որ այդ ձին իրանք են, այդ ակվարիումի ձուկը իրանք են, մենք այդ ակվարիումի ձկան ջրի փոխողն ենք, մենք, չեմ ասում են իրանց պատկերացրած, մենք հետևաբար մի օր կարանք ստեղներս հասնի ու չփոխենք ջուրը։ Մեծ է համբերությունը, կարծես թե դեռ չի։ Անվերջ է։ Բայց ինչ որ միտեղ Անվերջ է, ժամանակի պես անսահման է, 6000 տարի ապրում ենք, սրանք ինչ են չդիմանանք։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան։ Ես էլ եմ շնորհակալ չվախեցեք։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, զրուցում Արմեր Գայանի Արաքելյանը։ Բարին ընձեզ։